Բարի երեկո։ Օրեր առաջ մենք խոստացել ենք, որ մանրամասնելու ենք այն կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, որոնք գոյություն ունեն պալադա, հյուրանոցային համալիր, չգիտեմ, այնտեղ բնակարանային կոմպլեքս, տարբեր տեսակի պալադաներ, մենք հետո դրան կանդրադառնանք։ Այսօր շատ երևի սկանդալային եթեր լինելու, որովհետև ի վերջո, եթե պատկան մարմինները չեն աշխատում, փաստացի իրենց այդ բեռը թողել են մեր ուսերին։ Բոլորս գիտենք, որ այսօր դատաքննությանը Երվանդ Զախարյանի և Կարեն Դավթյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը 4 միլիարդ 400 միլիոն դրամ պետությանը վնաս պատճառելու համար։ Պետությանը վնաս ուղղակի չի պատճառում, ուղղակի պետության գրպանից գնում է մեկ այլ գրպաններ բնականաբար։ Եվ ինչի եմ այսօր ես անդրադառնում այս պալադային և շարունակվելու է սա, այն որ ասում է հատ առ հատ և ի տարբերություն լոզունգներ ասողների, ես միշտ եմ իմ խոսքի տերը և հատ առ հատ բոլորի գույքերի մասին, բոլորի գործարքների մասին դուք լսելու եք, որպեսզի հասկանաք, թե ովքեր են այս մարդիկ։ Ես վերջերս համացանցում ինչ-որ շրիշակային պուբլիկա ինձ ասում էր, որ ես Քոչարյանի հետևորդներից եմ։ Ես կարծում եմ և Քոչարյանը շատ կնեղվի դրանից, ես չեմ նեղվում, ուղղակի ուզում եմ ասեմ, ահա Քոչարյանի հետևորդները, հələ նայեք ինչ սիրուն հետևորդներ ունի, մեծահարուստ։ Ես սրանց շարքում չեմ կարող լինել։ Սա իհարկե կատակ, բայց հակակոռուպցիոն կոմիտե և Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններ։ Ինչով եք զբաղված դուք։ Մենք ունենք հակակոռուպցիոն բլոկ, որը ընդամենը լրատվամիջոց է։ Կա կոռուպցիայի դեմ պայքարող Տիկին Պողոսյան, որը ես եմ։ Դուք ունեք օպերատիվ բլոկ, ունեք լիքը ավտոմեքենաներ, որ ձեզ տանում բերում են, հարցումների համար դուք գումարներ չեք վճարում, լավ ասի վաճառում, ինչով եք դուք զբաղված։ Այն որ այսօր իրավապահ համակարգում կա հովանավորչություն, դրա մասին ընդհանրապես խոսք չկա։ Ուղղակի չեմ ուզում հատ առ հատ բացահայտել, չնայած մենք լիքը տվյալներ ունենք և եթե որևէ մեկը հարցնի ով, ես կասեմ ով և մոտավորապես ինչքան։ Այն որ կա հովանավորչություն, նաև քաղաքական հովանավորչություն, այսօր նորից ցույց կտանք, որ հասկանանք։ Ես տենց էլ չկարողացա հասկանամ, արդյոք կան չկողմնորոշված մարդիկ, այսինքն կան հակակոռուպցիոն ոլորտում աշխատող մարդիկ, որոնք ունեն խտրական մոտեցում։ Քննչական կոմիտեում կան մարդիկ, որոնք պետք է պայքարեն ևս կոռուպցիայի դեմ, որտեղ դա հիմնական կարմիր գիծն է, որի պատճառով այս իշխանությունները եկան, բայց իրանք էլ ունեն խտրական մոտեցում, այսինքն մի հոգևորական կարող է ավելի մեծ մեղք գործածը լինի, միանգամից գնան խուզարկեն եւ այլն, իսկ մյուսների տները խուզարկելուց առաջ զանգում զգուշացում են, եթե հիմա ձեզնից մեկը ասի նման բան չկա, պատկանչիկներ, ես ձեզ օրով ժամով կբերեմ թե ում տունը խուզարկելուց առաջ ով է զանգում ասում, որ գալու են խուզարկելու։ Այս ինձ լսեք, ավելի լավ է դուք այս գործերով ինքներդ առաջ գնաք։ Կամ ինչ է նշանակում, եթե այս Կարեն Դավթյանը և Երվանդ Զախարյանը այսօր փաստորեն դատաքննություն է գնում հակակոռուպցիոն դատարանում, մեղադրում են ինչ-ինչ արարքի մեջ, այդ 4 միլիարդ 400 միլիոն ուտելու համար։ Բա այն մնացած հանցագործությունները, հիմա կասեք դա դրա հետ կապ չունի, այսինքն եթե մարդ գողություն է արել, գողության ընթացքում էլ այդ տանտիրում բռնաբարել է, պետք է գողությունը գնաք առանձին քննեք, բռնաբարությունն էլ չքննեք ընդհանրապես, թե դրա համար այն մի բանը այնքան կձգեք այդ 4 միլիարդ 400 միլիոնը, ասում եք էշի տեղ դրել, որ անեք Հասմիկ ինչ աներ, Հասմիկ Պողոսյան, ափսոս այդ ազգանունը, որ դա կրում է, որ Հասմիկ Պողոսյան անեք, ասեք վայ, ինքը ընկավ համաներման տակ, համաներեմ բոլոր նրանց, ովքեր սրանց տեր են կանգնում։ Ես հիմա հերթով կապացուցեմ, թե ով է Քոչարյանական և ոնց է ստացվում, որ Քոչարյանական խմբակի միջոցառումներին ներկա է գտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարձրաստիճան պատգամավոր։ Ես իմ համար անհասկանալի է։ Այդ սիրենք զմիմյանս գործընթացի շրջանակներում,
Մարինա Պողոսյանը մի բանից խոսում, ասում են ինքը Քոչարյանական է, ինքը Սերժական է, ինքը էսա այնա, բա դուք ինչա կանեք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ասենք երևի ինքը լրագրող ա եղել երկար տարիներ, լավ տեղյակ ա եղել Երվանդ Զախարյանից, Կարեն Դավթյանից, Կարինե Կիրակոսյանից, հեսա սաղին ներկայացնելու ենք, սրանցից հանցավոր խմբակը, առերևույթ բառը չեմ օգտագործում, էլ թող մեկը փորձի հանգարց ասի անմեղության կանխավարկած չէ, անմեղսունակության կանխավարկած կայի մոտ, որ լիքը մարդիկ կան, որ անմեղսունակ են, որ չեն կարողանում այս գործերը քնեն, ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում։ Մանի, դե հիմա թող ասեն, չէ, կամ փող են վերցրել, կամ տհասեն, մեջտեղը գոյություն չունի։ Հիմա այդ երկուսը տանք, սենց ընտրություն, բալանսի պես միտեղ գրենք տհաս, անձեռնհաս, մյուստեղը գրենք կոռումպացված, թող այդ երկուսից մեկը իրանք ընտրեն։ Հիմա ես փաստեր եմ բերելու, որ այն ամենաանգրագետ մարդը այս փաստերը տեսնելով հասկանալու է, որ ստեղ կա եւ քաղաքական հովանավորչություն, երբ որ իշխող կուսակցության մի падգամավոր չէ, մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչ իշխող ԿՊ կուսակցությունից գնում են Քոչարյանական այդ պլեյադայի, այդ խմբակի փողերի լվացման գագաթնակետին պսակին են մասնակցում եւ կա ստեղ նաեւ ֆինանսական հովանավորչություն, որովհետեւ որևէ մեկը բացի ինձանից չի ասում այդ գումարները որտեղից, որտեվ դա իրանց չի հետաքրքրում։ Ձևական գործ է քննվում երիտասարդության պալատի, ասենք ոնց կարեք էլի դուք ժողովրդին այսքան ապուշի տեղ դնեք, այդ երիտասարդության պալատը արդեն այնքան կձգեք, որ այս եկող սերունդները որ գիտեն դա ինչա, ոչ էլ իրանց հետաքրքրելու է, հա։ Այս 10 տարի երիտասարդության պալատի գործ եք քննում, ինչ եք քննում։ Փաստ կա, չէ, որ 4 միլիարդ 400 միլիոն դրամ էժան է վաճառվել պետությանը վնաս պատճառելու, էլ ինչն եք քննում, դրամներն եք հատուկ նայում, դրամի վրայի ջրի այդ վազինոզնակերն եք նայում, ինչ եք նայում, ոչ իմամ, ուղղակի ժամանակը ձգում եք, որպեսզի անեք Հասմիկ Պողոսյան, չենք թողնելու Հասմիկ Պողոսյան անել իրականում, ես ափսոսում եմ այդ ԱՕՔՍ-ի շենքը, որ Հասմիկ Պողոսյանը կերավ, հետո էլ ընկավ համաներման տակ, սենց եք աշխատում։ Բա այդ ոնց է որ ուրիշ, այսինքն կանխամտածված գործերի քննությունը ձգձգվում է քննչական կոմիտե։ Ասեք որ դուք չեք հասցեատերը, ասեք չգիտեմ եսի ով է հասցեատերը։ Հիմա ես ուզում եմ ներկայացնեմ, որ մեր կապարանոց չլինի իմ խոսացածը։ Նայեք, մի վարքան Պալադա, լմատ նայեք ինչ պալադա է, որ New City Project-ն է, այն մի պալադան, որ վերացու վաճառվեց բան, դրա մասին հետո առանձին խոսանք։ Հիմա նայեք, սա այս պալադա կառուցվող New City Project-ի կողմից կառուցվող համալիրն է, որի վերաբերյալ այդ Best Western-ի հետ համաձայնագիր ա կնքվել։ Իմ համար բացարձակապես զարմանալի չէ, որտեղ ել եմ ասում Best Western-ը մենք գիտենք որպես Քոչարյանի հետ համագործող կազմակերպություն։ Այս մարդիկ բոլորը Քոչարյանա հպատակներ են, դե հիմա թող հանգարց Սասունը, ասի չէ։ Դու Սասուն դու չես կարա չասես, դու սկի քո անունից ես ամաչում գնում ես Ռուսաստան, ասում ես Յանի Սասուն, я Ստիպան։ Թող ասեն հանգարց չէ։ Ու հիմա հասկանանք, թե ով է այս հանցախումբը ստեղծել եւ ով է ղեկավարում այս հանցախումբը ում միջոցներով։ Այս լրիվ կոռուպցիայի պատկերա, կոռուպցիան մերակաշառք տալը չի։ Ինձ թվում է հակակոռուպցիոն կոմիտեում դասընթացներ անցել են, գիտեն, որ կոռուպցիան կաշառք տալը չի, կոռուպցիան նաև անգրագիտությունն է, կոռուպցիան հովանավորչությունն է, կոռուպցիան նույն տնտեսական շահի կողքը հավաքված այդ խավոր սանիկությունն է։ Ես ոնց չգիտեմ ոնց է ստացվում, որ մենակ մի ընտանիք է, այդ մի ընտանիքը հասկանում պետական գույքից, տենց իրար մեջ բաժանում են քույրիկ, եղբայրիկ եւ այլն, հա, քաղաքապետարան։ Եկեք հիմա անցնենք մանրակրկիտ, չասեք, որ ես ինչ որ մի բան սխալ եմ ասում։ Ովքեր են այս տեսակ Կարեն Դավթյանի որդին, ասեմ ես ձեզ, Վահե Դավթյան 86 թվից ծնված, տեսնում եք ինչ վունդերկինդներ ունենք, վունդերկիнд բառացի, քանի 86 թվի տղա գիտեք, որ կարողանում է սենց կառույցներ կամ էդ ինչ է աշխատել,
Հասկացանք, մենք վունդերկինդ ունեցել ենք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան, որ 11 տարեկանում էր, թե 12-ում էր դպրոցն ավարտեց, 14-ում գիտությունների տեխնացու էր։ Փաստորեն մենք էլի վունդերկինդ ունենք, 86 թվին ծնվել է, ու դուք պատկերացնում եք ինչ հաջողությունների է հասել։ Սասուն Ստեփան Սասուն եւ Սասունի տղան, որը ծնվել է 91 թվին։ Պատկերացնում եք 91 թվին ծնվել է, սա էլ ավելի, սա երևի այս դրա դասատուն է, որովհետև 91 թվին ծնվել ու այդքան ամեն ինչ ունենալ, Սասուն ջան, դու հանգիստ նստի տեղդ, որտեվ ես մյուս հաղորդմանը ցույց եմ տալու տղայիդ գույքերի քանակը։ Նայեք 91 թիվ ծնված այս տղան Գեգամ Սասունի Կիրակոսյանը, Ստոպաևիչ չի, ինքը Սասունովիչ է, Կիրակոսյանը ունի 35 անշարժ գույք։ Քանի 91 թիվ ծնված երիտասարդ գիտեք, որ ունի 35 անշարժ գույք, հակակոռուպցիոն կոմիտե, դուք օրինականությունը ստուգում եք այս գույքերի ծագման, այն ֆինանսական միջոցների ծագման, երևի դիսերտացիաներ ագրեմ, երևի Նյուտոնի 4-րդ օրենքն է ինքը հայտնաբերել, տենց գրել է, կամ Արքիմեդին լրիվ սխալ անել, ասලා չէ, տենց չի խնձորոնգնելուց չի, ես չգիտեմ, այդ ինչ գյուտ է արել։ Նոբելյան մրցանակ է ստացել, ինչ է արել, Սասուն տղատ, գիտես ինչ է արել, պրոստը ծնվել է հարմար ընտանիքում, որտեղ հորքուրը, ասում է քանի հորքուրը սաղ է, Սասունի տղեն պիտի մենակ շակալադ ուտի, հորքուրնով է, հեսա ցույց կտանք թե ով է, ես խնդրում եմ գնանք մյուս նկարի, մի հատ նայեք էլի, նայեք հասկանանք, ու նայեք հասկանանք թե ով է Քոչարյանը հպատակ, այդ որ սրան նրան պոչ-մոչ եք կպցնում, մի հատ մտածեք նոր կպցրեք, եթե դուք մտածեք, թե Քոչարյանը հպատակներն ու ԿՊ-ն ինչ են իրար հետ նույն բացմանը մասնակցում, հիմա մի հատ հասկանանք, տեսեք նայեք, Քոչարյանը հպատակ, Քոչարյանը գիտենք, որ մեր երկրում նախագահ եղել 1998 թվականից մինչև 2008 թիվը, սրանց սաղ արած գործերը եղել է այդ ընթացքում, ով է եղել Կարեն Դավթյանը, նորից հիշեցնենք Կարեն Դավթյանը, այդ Վայ Դավթյանի պապան էր, ով որ Պալադայի տնօրենն է հիմա, դրան էլ մանրակրկիտ կանդրադառնանք, ով է Կարեն Դավթյանը, 2003-ից 2004 թվականը եղել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ, ինձ հետաքրքիր է վարչության պետի աշխատավարձը այնքան է եղել, որ համ կերել է, համ շնչել է, համ քայլել է, համ էլ հետաքրքրել Պալադա է սարքում, թե իր տղան է տենց տաղանդավոր եղել, պալադիստը, տենց մի անգամից 86 թվին ծնվել ու ասել է «Էստի Պալադա սարքեմ», լուրջ։ Սրա պապան է, տեսեք 86 թիվ, Վայ Կարեն Դավթյան, ով է եղել նա, ՀՀԿ անդամ, հիմա ուզում եմ հասկանամ, ՀՀԿ-ի և ՔՊ-ի մեջ տենց աղբերություն է, հա, պարոն Թունյան և այլ պատգամավորներ, որ այդտեղ եղել եք, շատ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյան, Դուք ՀՀԿ եք մերժում, այդ ոնց եղավ, որ ձեր պատգամավորներ գնում են ՀՀԿ-ին փաթաթվում, ձեռք են սխմում, ողջագրվում ու ուրախանում ու 6-ը 12-ի վրա ժպտում, հա, կարող է, ուզում եմ հասկանամ, չէ որ 18 թվականին ՀՀԿ Սերժեիք մերժում, բոլորին մերժեցիք, բայց ըստ էության որտեղ մերժվեց հասարակ ժողովուրդը, էս ի՞նչ է կատարվում, էս ինչ ֆոկուսներ է, մանիպուլյացիաներ է, ու որովհետև եթե ՔՊ-ից մարդիկ են գնում, բնականաբար հակակոռուպցիոն կոմիտե երբեք չել հետաքրքրվելու թե ինչ է եղել, այդ ոնց է եղել, որ Կարեն Դավթյանի են, որ դատվում է կուկուռուզը կերել է Զախարյան Երվանդի հետ, երբ այդ կուկուռուզ օրկել են, կուկուռուզի պոչը բերել են տուն, իր տղան էս ինչ է, Վահե Կարենի Դավթյանը տնկել այդ կուկուռուզի պոչը, ամեն օր ջրել է, մեկ է տակը սենց ոսկի կոպեկներ է գտել, հա, մուլտիկ եք նայել, էս մեկ, լսեք էլի, ՔՊ-ի ջատագովներ, հիմա տակը ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք գրեք, դուք ձեր ՔՊ-ին գրեք, որ այսօր հովանավորում է ՀՀԿ-ի կարկառուն դեմքերին, հեսա կգնանք կամած կարկառուն չէ, կարկառունի կգնանք, Սասուն Գեգամի Կիրակոսյան, սաղ կյանքը կադաստրի արխիվի պետ է եղել, ու տենց
այդ տեղ աշխատել, իհարկե կա իր կենսագրություն, ես ժամանակ չեմ ուզում կորցնեմ։ Սա էլ գյուտեր չի արել, սա էլ միլիոններ չէ, պետական աշխատող ա եղել, պետական աշխատավարձ ստանալով։ Սա ինչա ցան է իրանց տունը։ Հնձե իր 91 թիվ ծնված տղայի հետ, որ տղան մի այդպես պալադա է սարքում, ուզում եմ իմանամ։ Պարոն Նահապետյան, քեզ չի հետաքրքրում, Տիկին Վարդապետյան, ձեզ էլ պետք է հետաքրքրի, պարոն Պողոսյան, ընդհանրապես պիտի հետաքրքրի, ես գիտեմ, որ դուք կուրսի եք այս ամեն ինչից։ Գիտեմ, որ կուրսի եք, բայց հրահանգ չկա, հա երևի։ Նայենք դալշը։ Սա ում տակ է աշխատել, իր հալալ քրոջ տակ։ Կարինե Գեղամիկ Կիրակոսյան, Սասուն Գեղամիկ Կիրակոսյան, Կարինե Գեղամիկ Կիրակոսյան եւ Գեղամ Սասունի Կիրակոսյան։ Հիմա Կարինե Կիրակոսյան ով է եղել։ Կարինե ոչ մենակ ՀՀԿ անդամ է եղել, այլ նաեւ եղել է ՀՀԿ խորհրդի անդամ։ Պարոն Բաբկեն Թունյան, դուք գիտեիք։ Եվ ով է այն ժամանակ հովանավորել Սասունին։ Բնականաբար Կարինե Կիրակոսյանը, որովհետև Կարինե Կիրակոսյանը աշխատել է Քոչարյանի ժամանակ։ 2004-ից 2011 թվականը, այն 3 տարին էլ հետո Սերժի ժամանակ աշխատել, բամարդ եղել է ՀՀԿ խորհրդի անդամ։ Աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ։ Դուք կարող եք իմացել եք այդ պետական գույքը ձեր սեփական գույքն է, դեն շաբաշներ եք տվել, անեն շաբաշներ ես տվել, որ քո աղբոր տղան 35 գույք ունի, Կարինե, որտեղից։ Այդ ինչ մի աշխատավարձ է ստացել։ Ինչ ա եղել քո աշխատը։ Պետական աշխատող ես եղել, գիտնական ես եղել, ակադեմիկ ես եղել, նկարիչ ես եղել, կտավներ ես նկարել, դե վերնիսաժը մոտիկա դուստոպը կանե ծախել եք, չէ։ Որտեղից է այդ փողը։ Պարոն Նահապետյան, ձեզ չի հետաքրքրում։ Թե տենց հատուկ մենակ կոռուպցիոներներին կարելի ասենց ցուցակով, կարմիր ցուցակ կա ում կարելի է բռնել։ Ես այսա ուղարկելու եմ ձեզ։ Եվ սպասում եմ ձեր սովորական պատասխանին։ Բայց գիտեք ինչ, բոլորը տրանզիտ են անցողիկ են, եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահները, եւ քննչական կոմիտեի ղեկավարները, եւ դատախազության ղեկավարները, բայց մենք ու մեր պահանջները մնայուն են։ Ժողովուրդը պիտի Հասմիկ Պողոսյանին դատեր AUX-ի շենքի պես շենքը յուրացնելու համար։ Ոչ թե ինչ-որ մի դատավոր կամ ինչ-որ մի նախաքննական մարմին, որը ասեր այնքան ձգեք, որ ընկնի համաներման տակ սա։ Էսում եք, ես դուք ֆոկուս եք ցույց տալիս մեզ։ Ֆոկուս եք ցույց տալիս, որ դատարաններում գործելիքն է հակակոռուպցիոն դատարան լավա գնում եմ մշտադիտարկում եմ անում։ Ավարտվող գործ կա, հա։ Մի հատ հավ գողանալու համար մարդկանց տանում եք կալանավայրեր, մի հատ աղոթքը ձեր չուզած ձևով կարդալու համար տանում լցնում եք, մի հատ չգիտեմ ինչ ասելու համար տանում եք, բայց այս չեք նկատում։ Ես կարամ ցերեկներ անեմ այս հակակոռուպցիոն եթերները, որ լավ տեսնեք դուք։ Եթե տեսողության խնդիր կա, էսում եք դուք բոլոր էշի տեղ դրել։ Ի վերջո, մենք գալու ենք հասնենք այս արդարության։ Մի արեք նենց, որ այդ ամբողջ ալիքը գա ձեզ բոլորից սրբի ու տանի։ Ինչ լինում է մի անգամ, ինքը կարա լինի երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ։ Երբ որ սենց բան խոսում ասում են, ինքը Նիկոլին դեմ է, ինքը Քոչարյանական է, Քոչարյանականներին պաչեք դուք ձեր ընդհանուր հավաքույթների ժամանակ, Best Western եւ Պալադայի ժամանակ գնաք ձեռք սխմեք ու պաչեք։ Լավ։ Ուրեմն կողմնորոշվեք ձեր ԿՊ խորհրդում։ Դուք ինչ կապ ունեք Քոչարյանականների պրոյեկտների հետ։ Կարինե Կիրակոսյանը լինելով պետական գույքի կառավարման վարչության պետ, սա կենտրոնի կադաստրում արխիվի պետ, սա քաղաքապետարանում անշարժ գույքի կառավարման վարչության պետ։ Չեք զգում կապը։ Մարդ պետք է կույրը լինի, խուլը լինի, բացարձակապես մտովի տկարը լինի, որ չհասկանա եւ Երևան Զախարյան, նույն թվերին քաղաքապետ։ Հիմա դե մի հատ կանգնեք, երթվեք ձեր պապաների արև, որ սրանք Քոչարյանական չեն, մարդիկ պարզ գրած է ՀՀԿ։ Հիմա կարող է պարոն Թունյան, դու ինձ ասես այս ՀՀԿ չի եղել, ԿՊ-ի ա եղել։
Չէ, ԿՊ-ից մարդիկ հովանավորում են, որ սրանք չդատվեն, բայց ես չեմ թողնելու, իրանք բնականաբար դատվելու են։ Մենք հələ այս սերիալը շատ է շարունակվելու։ Մյուս սերիալում ցույց ենք տալու սրանց կապը Գագիկ Խաչատրյան, Դայան Սերոբ, այդ մյուս խմբի հետ, որտեվ սրանք բոլորը մի քանի գթալով ուտում են ամբողջ երկրի բյուջեն։ Պարզ չի, որ այդ 4 միլիարդից կերել են, չէ՞ մի բան։ Ուրա ինչի չեք հարցնում այս փողը որտեղից։ Թե ուզում եք Ծաղկաձորը դարաչիչակ սարքեն, հա։ Համենայնպես իմ տարեկիցները կհասկանան ինչի մասին է խոսք գնում։ Այդ քանի ունևոր Հայաստանի քաղաքացի կա, որ կարա իրան թույլ տա ձեր պալադայում պալադվի կամ այն մյուս պալադա բնակարաններում գնա բնակարան առնի, ինչ եք մարդու, դուք բացարձակապես սրբություն չունեք, փողը լինի, ու սենց մեզ էշի տեղ եք փորձում դնել, իրար հետ սենց բլոտ եք խաղում, կամ են պիրիվադնոյ դուռա կալնում է, որ դու դնում ես, հետո նա է վերցնում, սրա տղեն էլ լումա, տնորեն նրան էլ լումա սեփականատեր, հետո նրա տղան դառնում հետո նրա տղան դառնում է տնորեն, սա սեփականատեր, ասեք տենց բան չկա, հեսա տեսեք ոնց եմ ասում, որ կա։ Իդեպ այս New City Project-ը հիմնվել է Կարեն Դավթյանի կողմից 2019 թվականին, ուր է սա, այսա, այս որ դատվում է կուկուռուզ ուտելու համար, և սա եղել է 100% փայատեր, այդ կազմակերպությունը ինքն է ստեղծել, 50,000 դրամ էլ հիմնադիր տենց կապիտալ է եղել ընդեղ Ուստավնոյ ֆոնդ, որից հետո 2024 թվականին այս մյուս վունդերկինդը, այս Գեգամ Կիրակոսյանը 91 թվի վիպուսկ, քանի միլիոնով մտնում է ու դառնում է 99.999% փայատեր, Կարեն Դավթյանը դառնում է բան, սենց 0-0, տենց 0-0 էլի։ Սրանք այնքան Կարինե ջան, տնտեսագիտական ֆակուլտետը տենց լավ ավարտել ես, բայց չես կարացի սրանց սովորացնես գոնե այդ շուլերությունը ոնց անեն, որ սենց պրիմիտիվ, ամիոբայի ուղեղին հավասար իրար մեջ, մի ընտանիք են էլի, սենց իրար մեջ բաժանել են, կաղա պերևադնոյ դուռակ եք խաղում դուք մեր հետ, հասկացանք, պատգամավորներ ունեք ԿՊ-ից, որ տեր են կանգնում, բայց այս կարգի, պարոն Նահապետյան, ինչ կա, կասեք այս կոռուպցիա չկա, լուրջ, ուրեմն կբերեք մնացած 91 թիվ ծնվածներին, են որ գնացին սրանց համար զոհվեցին, այս սրանց համար, որ քանի մեր են տղաները զոհվում են, սրանք պալադվում են ստեղ, այդ քանի 91 թվի ծնված տղա ունի պալադա հյուրանոցային համալիր, 35 գույք, 35, ես ինչ աշխատե, սա գիշեր ցերեկ, արե ցերեկը տաքսիա քշե, գիշերը տեցա գնացե, ես փող աշխատել, հա։ Թե հորքուրն է տվեն, որ ասում է քանի քերին սաղա, Եգյանը պիտի շակալադ ուտի, հիմա էլ հորքուրի գանձն է, էլի։ Այս ինչ է սրա անուն, այս Գեգամը հորքուր Կարինեի գանձն է, հա։ Ումն է այս գույքերը իրականում, որ ձեր անունով է ձևակերպված։ Եթե չես կարում հակակոռուպցիոն կոմիտե պարզես, մի շաբաթ կարանք գանք այդտեղ նստենք, վերջացնենք տանք ձեր ձեռը, բայց աուկցիոն չհանեք հանգարց։ Դուրս ա գալի ձեզ թվում է, որ սենց ավարտվելու է այս գործընթացները, քննչական կոմիտել, ես բացահայտեմ դուք աուկցիոն հանեք, ախր սրանք խոսում են ձեր հետևից։ Ամենամեծ ցավը դա պատմում են ում կանյակ տարան, ում եսի միշ տարան, ում տոպրակ տարան, պարչեր մեջի ինչեր։ Այս մարդիկ ատում են ձեզ ԿՊ։ Առավոտի ծիրիկուն ասում են ոնց անենք, որ Նիկոլը չընտրվի։ Բա այդ ոնց է ստացվում, որ ձեր падգամավորը գնում է դասերա տալի, թե ոնց չընտրվի, թե ինչ անեն։ Հետաքրքիր է ինձ։
Այս մարդիկ ատում են ձեզ։ Հա, այս մարդիկ իրանք ունեն, ատեն իրանք Քոչարյանի ժամանակ են կայացել, Քոչարյանի փողերով են կայացել, Քոչարյանի հովանավորչությամբ են կայացել եւ այլն, ատում են ձեզ, լավ են անում։ Բայց ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ, որ ամեն քայլափոխի, վերջի հայոյանքն են տալիս ձեր հասցեին։ Կոնկրետ քո հասցեին Նիկոլ Փաշինյանը, այդ ոնց որ քո ԿՊ-ի падգամավորները գնում են սրանց պաճպռոշտի են անում, պաճպչորում են։ Էդ ես եմ հիմա Քոչարյանական, ես եմ Նիկոլական։ Պետք է ելնեք էլի, որ ձեր օնքական էլ ես ելնեմ, ես իմ օնքական եմ, լավ իմացեք էդ։ Հիմա նայեք, այս Կարինե Կիրակոսյան ու Սասունը, Սասունչիկ, ստոպ էլի, շարքային ստոպ։ Ստոպ դուսկի դու սաղ կյանքդ նույն կաստումով մանեկար, այդ քու տղեն որտից տենց փողեր առավ, թե դուք տենց կարեկոյի պես տենց գաղտնի են կադաստրի արխիվում նստած, բերանս չբացեք։ Կարինե Կիրակոսյան և Ստեփան Կիրակոսյան, այս էլ հիմա ռուսական գրքի տուն տնօրենն է, բա Դանիել Իոնիսյան, այդ որը տենց դուք բան ռսաֆաշիստ, ռսը, ստեղ ռսը չեք տենում, թե ռբլի եք տենում, դրա համար ձենները չի դուրս գալիս։ Ուզում եմ հասկանամ, բա դուք Եվրոպա եք գնում, արևմուտք եք գնում, բա ոնց եք սրանց այդ հավաքույթներ են գնում, պաճպչորում բոլորը, Դանիել Իոնիսյան, մի հատ այդ VIP-ով, բայց ճշտի էլի սրանք ով են, ինչ են սրանց նկարները դիր, տաքսիստի նկարը դրիր, մալադեց, բայց մեծ սրանց նկարներ դիր, թե հերահանք չկա, այն ժամանակ տենց կամանდა էր տված ին վրա հարցակվել, ուրեմն ինչքան քարքցեք ին վրա, լավ իմացեք, ես այդ քարերը ձեզ հետ չեմ տալու, ես այդ քարերից տենց մեծ զաբոր եմ սարքելու, հետո մի հատ է զաբոր ու ձեզ սաղիթ հավաքեմ լցնեմ այդ 4 կողմից զաբորի մեջ, այդ ձեր ուղարկած քարերով։ Էս չի երկրի վիճակը, էս չի հակակոռուպցիոն կոմիտե, չեք զբաղվում սրանով, լուրջ։ Զբաղվելու եք, ուզեք չուզեք զբաղվելու եք։ Հեսա ճիպոտը, որ առնեմ ես գամ այդ իրավապահ կառույցների դիմաց ու իմ հետ էլ լիքը մարդ իրանց 91 թվականի զոհված տղաների նկարներով, որ իրանց տղաները պատերազմ են գնում, Սասունի, մարդու անունը իրան տի Սազի էլի։ Սասունի տղեն պալադա էր սարքում, հա։ Այդ ոնց եղավ այտենց։ Մեկը աշխատելու եք, մեկը սրանք դատվելու են, ու կարակ, ինչքան ուզում եք, կարակ փող դուս տակ, ես օրինակ ուրախ կլինեմ, տվեք, որ պատգամավոր ուզում եք տվեք, որ իրավապահ մարմնի աշխատակցին ուզում եք տվեք, ձեր տվածը մերոնի պես է, ինչ էլ տակ լավ է, օրհնված է, որտեվ ձերը չի, դուք մինչև վերջի կոպեկ տիտակ, ուրեմն դուք գնաք Երվանդ Զախարյանի տակը մտնեք, հետո Երվանդ Զախարյանին քֆուր տակես, Երվանդ Զախարյան չմոռանամ ասեմ, այս Սասունը, ըստ համաձայն իր անվան հետևիցդ ինչ ասես խոսում էր, բայց իրանք բոլորը առավոտից իրկուն մտածում են ոնց անեն ՔՊ-ն չընտրվի, բայց ՔՊ-ի պատգամավորները մի հոգի չէ, գնում են իրանց հետ կայանում են, մի հատ այդ նկարը ցույց տվեք, հանգարց Կարող է գնացել էր որպես ռազվեդկա, ասենք հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, Արտուր Նահապետյանը ասել էր մենք դեսանտ ենք իջեցնում, որ իմանանք իրանց այդ փողերը որտեղից է, որովհետև մենք տվյալներ չունենք, սա առերևույթ է, ապացուցված չի, մեր օպերատիվ բաժինը կնայ, ձեր օպերատիվ բաժինը այս վերջերս ինչ նայում է, բան չի գտնում, կարող է մութ է, ինձ հետաքրքիր է, ուրեմն հիմա ուշադիր լսեք, այս բոլորը, այս սուբյեկտները, մաս անցնելու ենք բոլորին, նայեք, չենք հասցնում, մենք ունենք Արման Հակոբյանյան, որի վրա մի 8 հատոր գույք կա, որ պետք է խոսանք, դրա դա էլ ունի էլի, տենց սատելիտների արմիա կնանիքի
Կարող է դրանք այդ մեր ձևովի այդ տաղ հետ ինչ որ կապ ունեն, չգիտեմ, դե այդ տաղ են դումդումի անունը, չգիտեմ, որ տենց ինչ որ կանանց մասը խոսացել էր։ Դրանք են գրում Արման Հակոբյանյանը սրբությունա, բան սրբությունա տարեք բանկա վեապար ընտրեք ձեր համար, եկեղեցի սարքեք ձեր տան դեմը, ամեն օր գնացեք դեմը չոքեք։ Մենք դրա մասին շատ բան ունենք խոսալու, Նարեկ Կեսոյան տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի վարիչ, քեզնով ունենք լիքը խոսալու ու դու դատվելու ես, որովհետև շատ շուտով դու որ ասում են coming soon, անգլերեն լավ ես չի հասկանում, դու աշխարհի սա համալսարաններն ավարտել ես, Լոմբարդում աշխատում էր, հետո գնում էր այդ համալսարաններն էր ավարտում, Լոմբարդ չի, մարդը գիտությունների տեխնացու Լոմբարդ չի է, էլի, անգլերեն coming soon, Քուսերյան, այն սերոբ Գագիկ Խաչատրյան, դրանց այս նույն բանն է, նույն թիմն է, դրանց մասին լիքը բան կա խոսալու, այն Արցախից թռած Կոմիտաս Կարապետյան, իրանց փոխոստիկանապետը, Կոմիտաս այդ 94 թվին, այդ ինչ բանկի գողություն է եղել, բա չես հիշում ով էր ֆորտոչկից փախեն, որ Ալբերտ Պետրոսյան բան դատվել են հետո, հա? Լիքը բան ունենք խոսալու, ժողովուրդ, ուղղակի իրականում ժամանակը սուղ է, չենք հասցնում, բայց ես խոսք եմ տալիս, մինչև ընտրությունները բոլորի դիմակները պատրվելու է, բոլոր ԿՊ-լնի, ՔՊ-լնի, ՀՀԿ-լնի, ՊՊՑ-լնի, ՏՏՑ-լնի, ՏԵԿ-լնի, ՊԵԿ-լնի, դատախազության աշխատողը-լնի, բոլորը հերթով։ Գիտեք ինչի, որովհետև մեր երկիրը մի հատ է ու ձեր համար պոլիգոն չի, որ փորձարկումներ անեք, ոչ է կոլա է, որ կրկին փորձենք։ Այդ ձեր պես ապիկարների պատճառով մենք այսօր գտնվում ենք մի վիճակում, որ մի 91 թվի ծնված տղա 2 ոտք չունի, իսկ մյուս 91 թվի ծնված գեղամը Սասունի ծնունդը 35 հատ գույք ունի, սենց չի կարա շարունակվի։ Սպասեք մեր հաջորդ բացահայտումներին։